Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ չարժե Ռուսաստանի Դաշնությանը զայրացնել, որովհետև կարող է համբերության բաժակը լցվի եւ կտրուկ միջոցառումներ ձեռնարկեն, պիտի այդ ռիսկը կառավարելու գործիքներ առաջարկեն։ Ինչ եք առաջարկում։ Առաջվա նման Հայաստանը լինում է ուղիղ կախման մեջ Ռուսաստանի Դաշնությունից, միջազգային բոլոր հարթակներում, ՄԱԿ-ում ու հազար ու մի տեղերում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանն է քվեարկում, սա նշանակում է, որ քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանն է ասել քվեարկեք, որտեղ այդ պահին չեն որոշում, չէ, ինչպես քվեարկել, այսինքն մինչև այդ որոշած գալիս են քվեարկելու։ Հազար ու մի եզրակացություններ են, Վրաստան է, Ուկրաինա է, то չգիտեմ, Սիրիա է, Իսրայել է, հազար ու մի հարց կա, Հայաստանը շատ երկար տարիներ ուղղակի կրկնել է Ռուսաստանի Դաշնության քվեները, ոնց որ Ռուսաստանը առնվազն խաղար երկու քվեով, Բելարուսban հələ մտքերս մոռանանք այդ հատվածը։ Այսինքն ինքնուրույն անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունից զրկված է եղել, նախկին իշխանությունները ասում են, որ դրանից Հայաստանը օգուտ է ունեցել, հա, ինչ օգուտ է ունեցել, փորձեք ետ նայել, տեսնել, թվաբանորեն, վիճակագրորեն նայեք, տեսեք, թե Հայաստանը որքան է շահել դրանից։ Հայաստանը ունեցել է սուտ երաշխիքներ, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ պատերազմ տեղի ունենա, հա, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, այդ որ զենք է ծախում Ռուսաստանը Ադրբեջանին, այդ հեչ, մի մտածեք, այդ պրոբլեմ չէ։ Փափուկ բարձր անընդհատ հրել են Հայաստանի հայ ժողովրդի գլխի տակ, պրոպագանդա են քշել Էլթուսուս, բազմակարծություն Հայաստանի հեռուստաալիքներով չի եղել։ Հիմա կա այդ բազմակարծությունը։ Նախկինում չի եղել, այսինքն Հայաստանի հեռարձակող լրատվամիջոցների ճնշող մեծ, եթե չասեմ բոլորը, հա, գովացել են այն քաղաքական կառուցվածքը կամ ճարտարապետությունը, որը վասալային էր, հա, նայողը, ուրեմն կայսրությունը Կրեմլն էր, Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը իր փոքրիկ գործակատարն էր, մոտավորապես է սխեման է եղել։ Հիմա եթե սա եք պնդում, պարոն այք հարգելի եւ անհարգելի քաղաքական գործիչներ տարբեր էլի, հա, ելեք ուղիղ ասեք, ուղիղ բացատրեք, որ Հայաստանը մնալու է կամ վերադառնալու է, ախր օրբիտայել չէ դա անդերը, ասենք ՊՏՏՎ, Արբանյակի նման Ռուսաստանի շուրջը, Ռուսաստանի գաղութ է մտնելու, ասենք զոն, կոնցլագեր է մտնելու, հա, ելեք ուղիղ բացատրեք դա։ Իսկ եթե համարում եք ռազմավարական դաշնակից, պետք է կարողանաք բացատրել, թե ինչու հնարավոր չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։